Կոռուպցիան հո չտեսնված, չլսված, պոզով պոչով կենթանի չի, այն դեպքը աղմկահարույց, որը քննարկեց ամբողջ Հայաստանը, տեղի էր ունեցել այն բացահայտման հիման վրա, որը ես ձեզ ասեցի։ Ես պատկերացնում եմ, եթե ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ մեկի մասին, որևէ լուր հայտնվեր մամուլում, ձեր քննչականը, դատախազությունը ինչ արագությամբ կզբաղվեր դրանով, որքան ժամանակ է, որևէ գործ հարուցվել է, այսինքն կոռուպցիան էլ ո՞նց է ու մսխումը ո՞նց է լինում։ Ձեր համար ընդհանրապես տես տարօրինակ չի, որ ձեր ֆրակցիայի անդամը մեկ անձից գնումներով հարյուրավոր միլիոն դրամների պայմանագրեր է կնքում քաղաքապետարանի հետ, որտեղ փաստացի աշխատում է, եւ որի շինարարություն պայմանները չի բավարարում, որը բացահայտել են մարդիկ։ Երկրորդը, այդ որ ձեր համար բռնությունը ընդունելի չի, մենք դա ո՞նց պիտի տեսնենք։ Ոնց պիտի հասկանանք ընդունելի է թե չէ։ Դատապարտել եք, աշխատում է միջև հիմա այդ մարդը, ավելին, ում որ բռնության են ենթարկել բոլորիս աչքի առաջ։ Իր վրա ավելի ծանր հոդված է դրվել քրեական ու ձերբակալվել տարվել է ոստիկանություն, ու այն մարդը, ով որ բռնություն ա կիրառել, կարծում եմ այստեղ տարընթերցում չկա։ Մինչև հիմա պաշտոնավարումը որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Այսինքն ոնց պիտի հասկանանք ձեր համար ընդունելի է թե չէ։ Ձեր վարքով մենք հիմա հասկանում ենք ոչ թե որ ընդունելի չի, այլ որ խրախուսելի է։ Այդ եք դուք ցույց տալիս։ Լսեք, որպեսզի հստակ լինի, ցանկացած մեկը, ով պետական բյուջեից կոռուպցիոն սխեմա է ձեռնարկում եւ փող է տանում, իմ անձնական թշնամին է, ցանկացած մեկը, ով ուզում է լինի, որպեսզի པարզ լինի։ Այդ մնացածը, լսեք, հերիք է ինձ քննիչի, դատախազի, օպերի, լիազոր, մի կողմից առավոտից իրիկու ասում եք սուպեր վարչապետական համակարգը, հեռախոսը վերցրեց, էս արեց, այն արեց, այն։ Ես ասում եմ ձեր ասած դեպքի մասին լսում եմ առաջին անգամ, որովհետև պատկերացրեք, ես ավելի կարևոր գործեր ունեմ։ Երկրում ստեղծված են ինստիտուցիոնալ համակարգեր, գալիս են իրավապահ համակարգ, մենք օրենսդրական փոփոխություններ ենք արել, եւ այդ թվում քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալիս է ազգային ժողովում հաշվետվություն է տալիս։ Եթե որևէ մեկը կասի, որ վարչապետը ինձ ասել է, որ կոռուպցիայի դեմ չպայքարես, եւ ընդհակառակը որևէ մեկը կասի, որ ես չեմ ասել բոլորին, որ ով որ կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է, դուք հիմա եկել եք ինձ մեկ էլ ասում եք բանում, բայց գիտես բանում սադում մասիվի, այն օրը անցնում էինք 4 հոգի նստած էր, մեկը պպզած, բաս այնց ոնց կլինի։ Այ քեզ բան, դա ձեր զբաղվելու գործն է, պատգամավորեք, զբաղվեք, ինստիտուտներ կան երկրում։ Ես ուզում եմ մի հատ ձեր դուք ուզում եք երկիր ինստիտուցիոնալ ի վերջո ըլնի թե չըլնի։ Երկրորդը ես ասում եմ դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը եւ մենք նաեւ մեր ինչքան տեղյակ եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ խնդիրը նաեւ կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին։ Ինձ համար տարբերություն չկա, ես սկզբունք եմ ասում։ Հիմա դուք ուզում եք, ինչ եք ուզում։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, ովքեր զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում քննչական կոմիտեները, այդ թվում իրավապահ մարմինները։ Իսկ երբ որ հարցը կդառնա քաղաքական հարց, դրա արդեն ունի նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն։ Հիմա դուք սենց բորբոքված, վրդովված, ինչ եք ասում։ Դուք այդքան չգիտեք, ասֆալտ էս արին, այն արին, առավոտից իրգում մենք ենք դրանով զբաղվում, Էտով այդ անվորակ ասֆալտի, այդ մեկի մյուսի հարցերը բարձացնում, էս անում, ով է դրա համար ստեղծել ինստիտուտներ, դուք եք ստեղծել, բա կոռուպցիայի դեմ պայքարի համակարգով է ստեղծել, սկսած բանից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հակակոռուպցիոն դատարանից, շարունակած հակակոռուպցիոն կոմիտեով եւ այլն եւ այսպես շարունակ։ Ոնց իրավունք չունեք, հենց իրավունք ունեք, գնացեք պայքարեք, բա ով է ծերներներդ բռնել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։